Ջերմուկում ադրբեջանցիների կողմից սպանված 36-ամյա Անուշ Աբետյանի ամուսինը Վիգեն Մելքոնյանը 6 տարի է կալանավորված է։ Օգնության կարիք ունի։ 3 երեխաները մնացել են տարեց ծնողների խնամքին։ Ամրու լրատվականի խմբագրություն էր ահազանգել կալանավորված Վիգեն Մելքոնյանը, որը գտնվում էր Աբովյանի հիվանդանոցում, եւ հայտնել էր, որ ունի 3 անչափահաս երեխա, որոնք գտնվում են իր մեծահասակ ծնողների խնամքի տակ։ Վիգենն արդեն 6 տարի է կալանավորված է։ Մեծ զրույցում նա պատմել էր, որ 6 տարի առաջ իր անչափահաս երեխային 13 տարեկան դստերը բռնաբարել էին, եւ որոշ ժամանակ անց կինը իրավապահներին խոստովանել էր, որ իր երեխային բռնաբարող անձին ինքն է սպանել։ Արդյունքում Վիգեն Մելքոնյանը, որպեսզի կնոջը կալանավորումից զերծ պահի, ինքը կնոջ կատարած արարքը վերցնում է իր վրա եւ նրան է կալանավորում։ Ըստ մեր զրուցակցի, իր կինը պայմանագրային զինծառայող էր եւ զոհվել է Ջերմուկում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ 36-ամյա Անուշ Աբետյանն է։ Կինը սպանեց սրտապիղծին։ 13 տարեկան աղջկա 4 հոգով բռնաբարել էին։ Կինը սպանեց դրանց մեկին։ Հետո ես էլ դեռ որ ինքը վիզ բեկալեց։ Այո։ Այդ վիդեոները որ ցույց են տալիս ոստիկանները ամսի 20-ին։ Ես այնպես ինչ էր մնում էլ։ Ես էլ վիզ բեկալի ասենք ոնց ես պատկերացնում, ես ոնց կթողի պետք է կեր նստել։ Հա, ձեր կնոջ փոխարեն դուք վերցրեցիք պատասխանատվությունը ձեր վրա ու այսօր կալանքի տակ եք։ Ու մինչև 22 թիվը ես ասում եմ ես եմ սպանել, լավ է մերը, տաց է կնձի։ Բայց 22 թվին Ջերմուկի պատերազմը հիշում եք։ Այո։ Կինը զոհավ այնտեղ, Անուշ Աբետյանը դիպուկար իմ կինն։ Հետո դատարանում հայտարարություն արեցի, ասեցի ես չեմ սպանել, ամել կասեմ ով է սպանել, ամել դու գիտեք սա պատմությունը ինչ։ Մինչև մի որոշան պահում են ինձ ես էլ այս տարի 8 ամիս է Այո։ Աբովյանի սպանսերում եմ տուբերկուլոզային բաժնում։ Իսկ դա կալանքի հետ համատեղելի է, Վիգեն։ Չէ, համատեղելի չէ։ 6 տարի, ասենք, պահում են ինձ քնար ջան, այս վիճակին տուբերկուլոզով հիվանդ, երկրորդ կարգի աշվանդամ, 4 տարի աշվանդամության թոշակ եմ ստանում։ Այս տուբերը երկրորդ կարգի աշվանդամ եմ։ Հետո որ ինձ կալանավորեցին, կինս մահացավ, զոհավ Ջերմուկում։ Այո։ 3 հատ անչափահաս երեխա ուներ։ Ովքեր են հիմա պահում երեխաներին։ Ծնողներս 80 տարեկան հայրսա 70 տարեկան էլ մերսա մորս էլ էսա օպերացիան են ինչ են անում դեմ բերան մտքաշատ դյուղից է Անարդարությունը նա է որ ըստեցան ձեր 3 երեխաները ձեր տարեց ծնողների խնամքին են եւ փաստացի 6 տարի է ձեր գործով քննություն տարին մեկ են քննություն իրականացնում դուք իրականությունը պատմել եք ձեր կինը նաեւ հայրենիքի համար զոհվել է ու ձեզ սենց կտտանքների են ենթարկում Հա, բա ասենք ես էլի շփտի Ստեղծված իրավիճակի շուրջ այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցինք։ Մեր զրուցակիցը պնդում էր, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շատ լավ տեղյակ է իր առողջական խնդիրների մասին, բայց որևէ գործունեություն չեն իրականացնում իրեն այս իրավիճակից դուրս հանելու եւ իր երեխաներին կարողանա հասնել։ Ի պատասխան նախարարը հայտնեց. Դուք իրավիճակին տիրապետում եք, ինչու քայլեր չեն ձեռնարկում, արդյոք անհամատեղելի չէ, կալանավորը ահազանգել է, ասում է, ես մյուսների ճակատագրին չարժանանամ։ Կալանավորի առողջական տվյալներին, նրա այս ընթացքում մանրամասն ծանոթ Այո։ Քանի որ սա բժշկական գաղտնիք հանդիսած նկատողություն է, իրավունք չունեմ այս բանին ձեզ ներկայացնել։ Եթե կլինի պացիենտի համաձայնությունը, ես մանրակրկիտ ձեզ կներկայացնեմ։ Առողջապահության նախարարությունը մեր թոքաբանության ազգային կենտրոնը այս տարիների ընթացքում մանրամասնությամբ եւ ամենայն ճշգրտությամբ ապահովել է այս պացիենտի ամբողջական բուժօգնությունը եւ ըստ էության որևէ առողջական խնդրի հետ կապված թե հետազոտություն, թե բուժական միջամտություն չկա, որ նրան հասանելի չէ։ Անհամատեղելի է թե ոչ, մենք այս խնդրեմ ժողովային որոշման հարց է, ես չեմ որոշում դա համատեղելի է թե ոչ, սա հանձնաժողովի եւ դատարանի որոշակի հարց է, թե արդյոք տվյալ անձի առողջական վիճակը բավարարում է մեր համապատասխան որոշումներով սահմանված կետերը։
զանգում ես հերացի 5 Նարա Բաբայանին, ասում եմ Նարա Բաբայան, եկաք դատարան, դուք ձեզնով ասեցիք, որ իմ հիվանդությունը չի համապատասխանում կալանքի գրելու այլում, ինչի մերժեցիք, ասում եմ Վիգեն, դու միամիտ տղա չես, ասում եմ, դու ո՞նց ես պատկերացնում, քեզի ո՞նց կթողենք, ասում եմ, ինչի ես 11 ամիս ցկցկիք, վերիկ ես նորից մերժեցիք, ասում եմ, մինչև դու մեռնելու դուրը չեթաս, քեզի ով ակցիրովկա կենա, ասենց էլի, դա ակցիրովկա կոչվում, չէ։ Ինչ է սպասվում 3 երեխաների հորը, որի մայրը զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, իսկ հայրը առողջական խնդիրներ ունի եւ 6 տարի է կալանքի տակ է եւ դերևս գործը դատարանում է եւ առայժմ որոշում չկա։ Ավելին, ինչպես մեծ զրույցում ասել էր կալանավորված Վիգեն Մելքոնյանը, դատական նիստերն էլ խայտառակ ձևով են ընթանում տարին 1 անգամ։